Երեխայի ճիճը առաջինը դու ես լսում, բայց նրան չես կրկում, պարզապես լուռ հեռանում ես։ Սուրոգատ մայրությունը Հայաստանում օրինական է 2002 թվականից։ Փոխնակ կամ սուրոգատ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրած կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը, ինչը ըստ մասնագետների նշանակում է, որ երեխան ժառանգական որևէ կապ չի կարող ունենալ փոխնակ մոր հետ։ Հայաստանում տարեցտարի ավելանում է փոխնակ մայրերից ծնված երեխաների թիվը, սակայն այս ինստիտուտը դեռ լիարժեք կարգավորված չէ։ Հակասությունները տարիներ շարունակ հարմար միջավայր են ձևավորել ինչպես իրավական անարդարությունների, այնպես էլ կանանց հնարավոր շահագործման համար։ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի համաձայն երեխայի կենսաբանական ծնողների, փոխնակ մոր և բժշկական հաստատության միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր պայմանագրով, բայց ի տարբերություն թղթային պայմանագրերի, կյանքում ավելի բարդ է, երբ որոշ խնդիրների լուծումներ պայմանագրերում պարզապես չկան։ Ինչպես պաշտպանել սուրոգատ մոր իրավունքները, ինչպես հետևել, որ սուրոգատությունը չվերածվի մարդու մարմնի և մայրության կոմերցիոն գործարքի, ինչպես փոխնակ մորը հեռու պահել հոգեբանական տրավմաներից։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները օրենքը չի տալիս։ Այսպես անունները գրված պահվում են, ես ազատ տեղը դնում եմ ու գրում եմ ժուրնալում իր տեղը։ Պտղաբերության կենտրոնի այս լաբորատորիայում հատուկ պայմաններում սառեցվում են սերմնաբջիջները։ Այս տարաներում ավելի քան 8000 տղամարդու կենսանյութ է պահպանվում, սկսած 2009 թվականից։ Սառեցումից սերմնաբջիջների մշակումից հետո ապագա երեխայի կենսաբանական ծնողների մոր և հոր կենսանյութով ձևավորված սաղմը բժիշկները տեղադրում են փոխնակ մոր արգանդում։ Ունեմ զույգ պտղով հղիություն, արդեն 9 շաբաթական։ Բժիշկների ընկալմամբ ամեն ինչ հեշտ է։ Մի կնոջ փոխարեն մեկ այլ կին է ապագա երեխայի դոնորական սաղմն իր մարմնում կրում ու ծննդաբերում, բայց սուրոգատության մեջ բազմաթիվ են այն խնդիրները, որոնց մասին չի խոսվում։ Մինչև այսօր որևէ գերատեսչություն փաստացի վերահսկողություն չի իրականացնում այս ոլորտում, ինչը լուրջ հարցադրումներ է առաջացնում թե կանանց իրավունքների պաշտպանության և թե ազգային անվտանգության տեսանկյունից։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենց գերատեսչությունը սուրոգատ մայրության առնչվող խնդիրների վերաբերյալ որևէ ասելիք չունի, իսկ սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտին առնչվում է միայն ֆինանսական տեսանկյունից, սկսած 2022 թվականից, երբ կառավարությունը որոշեց փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում տրամադրել զոհված ծինծառայողների ծնողներին։ Այս ծրագրով նախկինում պետական բյուջեից հատկացվում էր 5,5 միլիոն դրամ, գումարն այս տարվանից ավելացվել է և դարձել 8 միլիոն դրամ։ Նաև այս ծրագրի արդյունքում է, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվել ցանկացողների թիվն աճել է ու փոխնակ մայրերի պակաս կա։ Առնվազն մենք ունենք մոտ մի 30-ից ավելի զոհված ընտանիքներ, որոնք դեռևս փնտրում են իրենց ուզած փոխնակ մայրը կամ ինչ-որ կերպ ոչ միայն փոխնակ մայրի խնդիրն է, նաև համապատասխան փոխնակ մայրը պետք է հրերանա։ Ըստ Մարգարյանի պետությունը մինչև 2028 թվականը գումար է նախատեսել զոհված ծինծառայողների ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար, իսկ փոխնակ մայր գտնելու խնդիրը ծնողներինն ու բժշկական կենտրոններինն է։ Նախկինում օտարերկրացի քաղաքացիները կարող էին օգտվել մեր հայ կանանցից որպես փոխնակ մայրության ծրագրով, այժմ արդեն օրենքի սահմանափակում ունենք և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ազգությամբ հայերը կարող են օգտվել մեր հայ կանանցից։ Պետք է լինեն 20-ից 38 տարեկան, այն կանայք, որոնք ծննդաբերել են և ունեն առնվազն 1 երեխա։ Ըստ օրենքի փոխնակ մայրերը պետք է նախկինում ծննդաբերած լինեն ոչ ավելի քան 3 անգամ, ոչ ավելի քան 1 անգամ էլ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծված լինեն, ինչ հիմնավորումների կամ հետազոտությունների հիման վրա են օրենքի այս դրույթները սահմանվել, ինչու կինը մինչև 38 ու ոչ 39 կամ 40 տարեկանը կարող է լինել սուրոգատ մայր, կամ սուրոգատությունը կնոջ առողջության վրա ինչպես է անդրադառնում և այլն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեր հետաքննական ֆիլմի պատրաստման ժամանակ էլ չկարողացանք գտնել։ Այս մասին պարզապես հետազոտություններ չկան։ Օրենքը մշակվել ու ընդունվել է առանց պատշաճ ուսումնասիրությունների ու վերլուծությունների։
Հայաստանում սուրոգատության գործընթացը հիմնականում իրականացվում է մասնավոր կլինիկաների միջոցով, որոնք ունեն իրենց ներքին ընթացակարգերը, պայմանագրերը եւ հստակ շահերը, սակայն պետական մակարդակով չկա միասնական հարթակ, որը կկարգավորի կհսկի կամ գոնե կվերահսկի սուրոգատության գործարքները։ Իսկ Հայաստանում փոխնակմայրերից տարեկան մոտ 200 երեխա է ծնվում։ Գաղտնիք չէ, որ փոխնակմոր ծառայություն մատուցողները նման քայլի գնում են առավելապես սոցիալական խնդիրների պատճառով։ Ֆինանսական գայթակղության ֆոնին նրանք չեն էլ պատկերացնում, որ այս կերպ շահագործման են ենթարկվում, ու արդեն բավականին տարածում է գտել կոմերցիոն փոխնակմայրությունը, սոցիալական ցանցերում բացված հատուկ հարթակներում բացահայտ ձևով փոխնակմայրերի են հավաքագրում։ Սոցիալական հարթակներից մեկի հայտարարությամբ հետաքրքրված Արմինեն, ում անունը փոխված է, մեզ հետևյալը պատմեց. Զանգեցի տվյալ ընկերություն, զանգից պատասխանողը ներկայացավ որպես բժշկական կենտրոններից մեկի աշխատակից։ Հայտնեց, որ մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, եթե հաստատվի, որ կարող եմ դառնալ փոխնակմայր, ապա պայմանագիր եմ կնքելու։ Հղիության 26 շաբաթականից հետո տեղափոխվելու եմ Վրաստան ու վերջին 3 ամիսներին ապրելու եմ այնտեղ, որտեղ գտնվելու եմ բժիշկների հսկողության տակ։ Վրաստանում էլ ծննդաբերելու եմ։ Ինձ տեղեկացրին, որ ես երբևէ չեմ տեսնելու երեխայի կենսաբանական ծնողներին։ Ինձ վճարելու են մոտ 23,000 ամերիկյան դոլար, ավելացրած Վրաստանում ապրելու համար 3 ամսվա բնակվարձը։ Ընկերության ներկայացուցիչն ինձ ասաց, որ իրենց ծրագրով 500-ից ավելի փոխնակմայր հիմա երեխայի է սպասում։ Պետությունը ոչ մի կերպ չի վերահսկում, թե ովքեր են կանգնած նմանատիպ հայտարարությունների ետևում, ինչպիսի գործարքներ են իրականացնում։ Արդյոք հիշյալ 500-ից ավելի կանայք այս կազմակերպությունների ստվերային գործերի զոհերը չեն դառնում։ Գենդերային հարցերով իրավաբան հետազոտող միջազգային եւ եվրոպական համեմատական իրավունքի մասնագետ Ստելա Չանդիրյանը համոզված է, որ մենք երբևէ չենք իմանա, թե պրակտիկայում այս ամենն ինչպես է կարգավորվում, քանի որ Հայաստանում հրապարակային վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե տարեկան քանի անձ է փոխնակմոր ծառայություն մատուցում, նրանցից քանիսն է առողջական խնդիրներ ձեռք բերում, քանիսը ցավոք մահանում եւ այլն։ Օրինակ այսօր գովազդ դնեմ, ասեմ, ես աբորտ եմ կատարում, կարող եք դիմել ինձ, քրեորեն հետապնդելի արարք իրականացնեմ ես իրականում։ Հիմա պետք է հասկանալ արդյոք այդ տեխնոլոգիաներից օգտվելու ամբողջ process-ը, որ իրականացվում է, տեղի է ունենում հենց բժշկական հավաստարմագրված պետական կամ ոչ պետական կազմակերպություններում, արդյոք այնտեղ իսկապես բոլոր պայմանները կան եւ առողջության բնական ընթացքին հետևելու համար եւ բարդացումներին հետևելու համար, արդյոք բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություններն են նորմալ պահպանվում եւ այլն։ Սրանք այնքան շատ հարցեր են իրենց մեջ, որ պետությունը պիտի քաղաքականություն ունենա։ Անին 3 երեխա է լույս աշխարհ բերել, բայց միայն մեկն է իրենը։ Մյուս 2 երեխաներին ծննդաբերել է որպես փոխնակմայր ու հանձնել 2 տարբեր կենսաբանական ծնողների, ստանալով համապատասխան գումար։ Ասում է ամուսինն էլ չի առարկել, գրավոր համաձայնություն է տվել, քանի որ ամուսնացած լինելու դեպքում սա օրենքով պարտադիր պայման է։ Փոխնակմոր ծառայություն մատուցելը ինձ համար ընդհանուր աշխատանք է եղել, գումար վաստակելու միջոց։ 2 երեխաներին կրելու ընթացքում էլ ապրել եմ կենսաբանական ծնողների տանը։ Օրենքը թույլատրում է, որ կինը վճարի դիմաց մատուցի փոխնակմոր ծառայություն, բայց միայն 2 անգամ։ Ստելա Չանդիրյանի խոսքով, եթե ցանկություն կա չշահագործել կանանց վերարտադրողական համակարգը, ապա օրենսդիրը պետք է հարցին այլ տրամաբանությամբ մոտենա, քան ֆինանսական փոխհատուցում տրամադրելն է։ Պետությունը որևէ քաղաքականություն չունի, թե ինքը ինչ է անում, որպեսզի փոխնակմորի եթե նույնիսկ Հայաստանում գործում է, ապա դա չլինի հնարավորինս չարաշահումների, մարդու իրավունքների ել ավելի կոպիտ խախտումների եւ ամենաշատը շահագործման միտում չստանա, ինչը մի շարք դեպքերում վստահաբար կարող ենք ասել, որ աշխարհի տարբեր երկրներում կա։ Փոխնակմայրությունը վերածվում է բիզնեսի, սա աշխարհում տարածված երևույթ է։ Թերևս սա է պատճառը, որ որոշ երկրներում փոխնակմայր լինելն արգելված է, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն է սահմանված փոխնակմոր ծառայությունը գովազդող կազմակերպությունների ու դրանից օգտվող անհատների նկատմամբ։ Կան նաև երկրներ, որոնք պետական մակարդակով քննարկում են այս ծառայությունն արգելելու խնդիրը։ Հայաստանում եւս Ստելա Չանդիրյանի կարծիքով փոխնակմայրությունը կանանց եւ երեխաների իրավունքների տեսանկյունից շատ խնդրային է։ Մեկը վերցնում է իր վրա պարտականություն կրելու պտուղ, որը հետո կդառնա երեխա եւ ինքը կհանձնի որևէ ընտանիքի, շատ կոպիտ նկարագրողական տարբերակով։ Այս իրավիճակում ստացվում է, որ պայմանագրի առարկան երեխան է, ինչը արգելված է բոլոր միջազգային նորմերով, որ կնքվի պայմանագիր, որի առարկան լինի երեխան։ Փոխնակմայրերի առարկա հասարակությունում դեռևս լիարժեք ընդունել
ընդունելի չէ։ Շրջապատը նրանց հաճախ տալիս է բազմաբնույթ պիտակավորումներ։ Շատերը փոխնակմայրությունը կապում են վատ վարքի հետ։ Համայնքային բնակավայրերում այս երևույթը շատ ավելի ցայտուն է դառնում եւ այո դեպքերը բազմաթիվ են, երբ որ փոխնակ մայր ընտրելիս շատ հաճախ ընտանիքները իրենց բնակության վայրն են փոխում կամ այդ փոխնակ մայրը իր բնակության վայրն է փոխում։ Հայեցի էլ չի էլի, մեր ազգին էլ այնքան բնորոշ չի այդ ամեն ինչը։ Մարդիկ կան որ փողի կարիք ունին, ստիված անում են։ Մարդիկ էլ կա երեխա չունին։ Ապագա երեխայի կենսաբանական ծնողներից շատերը փոխնակ մորը դիտարկում են որպես պայմանագրային ծառայություն մատուցող, նրա միջոցով իրենց երեխա պարգևելը պատվերի արդյունք, բայց շատ սուրոգատ մայրեր խոստովանում են, որ հղիության ընթացքում ձևավորվում է զգայական կապ, որի խզումն ուղեկցվում է ծանր ապրումներով։ Մասնագետներն են ասում, որ փոխնակ մայրերը 9 ամիս հոգեբանական լուրջ խնդիրներ են հաղթահարում, նրանց անհրաժեշտ է պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն, ինչը չի տրամադրվում, եւ նրանք մնում են միայնակ, ներփակված իրենց հոգեվիճակի հետ։ Որովհետեւ այն արդյունքը, որը լինելու էր հղիությունից հետո, այլևս չկա։ Ճնշվածություն, դեպրեսիա, կնոջ մոտ կարծես առաջ է գալիս զգացողություն, որ ինքը լքել է երեխային, տվել է մեկ ուրիշին։ Սա իրենց բնորոշ շատ լուրջ հոգեվիճակ է։ Ամբողջ ընթացքում հոգեբանական աջակցությունը պիտի լինի պարտադիր, մանավանդ մի երկրում, որտեղ որ հոգեբանական խնդիրները բավականին շատ են եւ չկա աջակցություն հոգեբանական տարատեսակ, այսինքն հիմնական ծանրաբեռնվածություն դրված է հասարակական կազմակերպությունների վրա։ Առողջապահության նախարարությունը ձևականորեն համարվում է ոլորտի պատասխանատու մարմին։ Չկա վերահսկողություն սուրոգատ մոր առողջական, հոգեբանական կամ սոցիալական վիճակի նկատմամբ։ Չկան երաշխիքներ, որ նորածինների շահերը պաշտպանված են։ ԴՆԹ-ի որոշման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին կառավարության որոշմամբ պայմանագրի օրինակելի ձև է մշակվել, որում սուրոգատ մորն առնչվող բավականին հարցեր կարգավորված են, բայց այդ որոշմամբ ոչ թե պարտադրվում, այլ ուղղակի առաջարկվում է պայմանագիրը կնքել այս ձևին համապատասխան, իսկ պայմանագրերը հիմնականում բժշկական կենտրոններն են կազմում, ու հարց է, թե ինչքանով են այս ձևը կիրառում, ու փորձը ցույց է տվել, որ սուրոգատ մայրերից ոմանք ստիպված են լինում գործ ունենալ դատարանների հետ։ Սեդան անունը փոխված է, ֆինանսական ծանր պայմաններից ելնելով որոշեց փոխնակ մայր դառնալ։ Ընտանիքը վարձով էր ապրում, 2 երեխա ուներ, ինքը գործազուրկ էր, ամուսինն էլ մշտական աշխատանք չուներ։ Պայմանագիր կնքեցինք, համաձայնության եկանք, որ եթե երկվորյակ ծնվի, ապա հիմնական գումարին կավելանա նաև 30% հավելավճար։ Դա պայմանագրով էր նախատեսված։ Երեխաները ծնվեցին, բուժհաստատությունը տվեց այն գումարը, որը նախապես խոսացել էինք, առանց 30% հավելավճարի։ Դիմեցի դատարան եւ դատական գործընթացի արդյունքում ես կարողացա այդ 30% հավելավճարը ստանալ։ Մեծ ամասնությունը ունեցել ենք գումարի բռնագանձման դեպքեր, այսինքն այսպես պայմանականորեն նշենք ծառայություն։ Ծառայությունը մատուցվել է փոխնակ մոր կողմից, սակայն գումարը ամբողջությամբ չի վճարվել։ Բոլոր գործերով, որոնք որ ունեցել ենք, հայցը մուտքագրելուց հետո որոշակի ժամանակ անց բժշկական հաստատությունները զանգահարել են եւ փորձել են հաշտության գալ։ Ենթադրենք ծնողները, հետագա ծնողները փոխանցել են գումարը բուժհաստատությանը, բայց բուժհաստատությունը ուշացրել է, չի փոխանցել փոխնակ մորը։ Փոխնակ մայրերին առնչվող դատական վեճերը ըստ փաստաբան Իրինա Հակոբյանի շատ չեն, որովհետև փոխնակ մայրերը հիմնականում սոցիալապես անապահով են ու հնարավորություն չունեն իրենց իրավունքները խախտվելու դեպքում դատարաններ դիմել։ Օրենքի համաձայն փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք եւ երեխային նրա կենսաբանական ծնողներին հանձնելուց հետո նա հեռանում է ու այլևս որևէ պարտավորություն չի կրում։ Ի դեպ կառավարության որոշմամբ հաստատված պայմանագրում սուրոգատ մորը տրամադրվելիք գումարի չափը սահմանված չէ, նաև մի շարք հարցեր ներառված չեն։ Օրինակ, եթե ծննդաբերության ժամանակ փոխնակ մայրը մահանա, ապա ֆինանսական փոխհատուցումը ում է տրամադրվելու, կամ եթե երեխան առողջական խնդիրներով ծնվի ու կենսաբանական ծնողները հրաժարվեն երեխայից, ապա խնդրին ինչ լուծում պետք է տրվի։
Վեճերը, որոնք որ մենք ունեցել ենք մեր պրակտիկայի ընթացքում, դրանցում չի եղել նշված հարցերի կարգավորումները։ Եթե փոխնակ մայրերը օգտվեն փաստաբանական ծառայություններից եւ ունենան փաստաբանական կամ իրավաբանական աջակցություն ամբողջ process-ի ընթացքում, բնականաբար իրենց իրավունքները չի խախտվի։ Պրակտիկայում առաջ են գալիս խնդիրներ, որոնք հիմնականում ստեղծվում են բժշկական հաստատությունների կողմից։ Որպես ծառայություն, փոխնակ մայրությունը շարունակում է փակ մնալ։ Խնդիրներն էլ չբարձրաձայնված, այդ պատճառով էլ շատերը գերադասում են մնալ անլսելի։ Հայաստանում սուրոգատ մոր վարձատրությունը սկսվում է $22,000-ից, բայց շատ կանայք նախընտրում են արտերկրում ծառայություններ մատուցել մի քանի անգամ բարձր վարձավճարով։ Լուրջ ռիսկեր եմ տեսնում, ինչի, որովհետև եթե պայմանագիրը կնքվում է արտերկրում, բնականաբար հետագայում խնդիրներ վեճերը առաջանալու պարագայում այդ վեճը պետք է լուծվի հենց արտերկրում։ Այսինքն ստեղ խնդիրը առաջանում արտերկրում փաստաբան ունենալու, արտերկրի օրենսդրությանը տիրապետելու։ Հայաստանում էլ հանրային եւ քաղաքական դիսկուրսում սուրոգատության թեման գրեթե չի շոշափվում։ Այս լռությունը վտանգավոր է, քանի որ այն ստեղծում է ստվերային համակարգ, որտեղ կանայք վերածվում են ապրանքի, երեխաները գործարքի առարկայի։ Սուրոգատության ոլորտը Հայաստանում պահանջում է անհապաղ պետական վերահսկողություն, աչալրջություն, հստակ օրենսդրական կարգավորում եւ լրացուցիչ մեխանիզմների մշակում սուրոգատ մայրերի եւ երեխաների իրավունքները պաշտպանելու համար։ Առանց դրանց փոխնակ մայրությունը կշարունակի զարգանալ որպես շահույթ ստանալու գործիք, մոռացության տալով կնոջ արժանապատվությունը։